Ողջույն բոլորին, ավարտվեց ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնությունը, Իսպանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն, ինչի կապակցությամբ մենք շնորհավորում ենք ես անձամբ, դուք էլ երևի ինձ միասին, Իսպանիայի հավաքականի, ֆուտբոլի հավաքականի բոլոր խաղացողներին, մարզիչներին, ինչպես նաև Իսպանիայի բնակչությանը, Իսպանիայում բնակվող հայ երկրպագուներին, որոնք անկասկած լինելով Իսպանիայի քաղաքացի, ուրեմն սատարում էին իրենց թիմին, հուսամ սկզբից Հայաստանի հավաքականին, հետո Իսպանիայի, ինչևից է։ Շատ գեղեցիկ մրցաշար էր, շատ գեղեցիկ անցավ, մի երկու թերություններ եղան, բայց ոչինչ, ու ուշի-ուշով բոլորս հետևում ենք, մեծ հաճույք ստացանք։ Ես նույնպես լինելով որպես ֆուտբոլի երկրպագու, մեծ հաճույքով հնարավորության չափ, որքան հնարավոր էր, շատ խաղեր դիտեցի։ Հիմա էլ անհամբերությամբ սպասում եմ, մինչև հաշված օրերի ընթացքում օգոստոսի 21-ին կսկսվի ուրեմն Անգլիայի հերթական առաջնությունը, որպեսզի ամեն շաբաթ կիրակի օրերը հնարավորին չափ շատ խաղեր դիտեմ, որովհետև դա իսկապես շատ գրավիչ է, հետաքրքիր է եւ մեծ բավականություն եմ ստանում։ Գիտեք, որ ֆուտբոլը ուրեմն շատ տարածված սպորտաձև է, շատ ուրեմն հայտնի, հանրաճանաչ, այդպես ասենք, Հայաստանում նույնպես, հայերի ֆուտբոլի ամբողջ պատմությունը գիտեք, կապված է Արարատ 73-ի հետ, ուրեմն հայտնի թիմի, որը հաղթեց սովետական միության եւ չեմպիոնը եւ գավաթը 73 թվականին, եւ Հայաստանում ֆուտբոլը միշտ եղել է շատ ամենասիրելի, ամենահանրաճանաչ սպորտաձևերից մեկը։ Մանավանդ հիմա այս առաջնությունից հետո դա կարելի է շատ անզեն աչքով նկատել, մեծաքանակ երեխաներ խաղում էին, շրջում էին, քայլում էին Երևանով, տարբեր մարզերով, կրելով ֆուտբոլային շապիկներ։ Բայց տարօրինակը ինձ համար գիտեք ինչն էր, որ այդ շապիկները սպորտային, որ երեխաները կրում են Երևանում, Հայաստանում, հիմնականում ուրեմն կամ Իսպանիայի ուրեմն հավաքականի շապիկն է, ասենք, որպես չեմպիոն դարձած, համ էլ ասենք կամ Մեսսիի շապիկն են կրում, կամ էլ ասենք Պորտուգալիայի հավաքականի շապիկը, որ մեջներին գրած է Ռոնալդո։ Հիմնականում այս 3 շապիկները տեսա երեխաները, որ Երևանում կրում են եւ մարզերում, Ռոնալդո, Մեսսի եւ Իսպանիայի շապիկը առանց որևէ անվանման, առանց որևէ համարի մեջքին։ Ու մի պա սկսեցի մտածել, թե իմ սիրելի հայրենակիցներ, իմ հայեր ջան, իմ երկրպագու ֆուտբոլ սիրող հայեր, բա մեր սիրելի, մեր հարգելի, մեր ամենալավ ֆուտբոլիստ Մխիթարյանի շապիկին ինչ պատահեց։ Ուր կորավ Մխիթարյանի հայտնի ֆուտբոլային շապիկը, ասենք թեկուս Հայաստանի հավաքականի շապիկով նրա համարը մեջքին գրած Մխիթարյան, կամ Ինտերի, կամ Մանչեսթեր Յունայթեդի, չէ՞ որ ասենք մի տարի, երկու տարի առաջ ամբողջ հայության, ամբողջ աշխարհասփյուր հայերի ֆուտբոլասեր հայ երեխաները կրում էին Մխիթարյանի, Հենրիկ Մխիթարյանի շապիկը, ֆուտբոլային շապիկը։ Ինչ փոխվեց այս կարճ ժամանակահատվածում, որ մեր հայ երեխաները սկսեցին կրել Իսպանիայի, Մեսսիի կամ ասենք կամ Ռոնալդոյի շապիկը։ Ну բնականաբար պարզ է, ասենք Հայաստանի հավաքականը չի մասնակցել, Հայաստանի հավաքականը չեմպիոն չի դարձել, Մխիթարյանը գնալով արդեն տարիքն առնում այն առաջվա Մխիթարյանը չի, իհարկե դեռ Ինտերում հանդես է գալիս, բավականին գրագետ եւ գեղեցիկ պրոֆեսիոնալ խաղ է ցույց տալիս, բա այդ հայրենասիրությունը, որ խոսում է կտենց, այդ մեկ-մեկ որոշ տկարամիտներ ինձ էլ փորձում են, իհարկե փորձում են ինձ էլ ինչ-որ բան անեն, ասենք մատնացույց անեն, գնացել ես, ձեր ամերիկաները, բա դուք էլ մնացել եք, բա ինչու ձեր երեխաները Ռոնալդո ու Մեսսի են կրում։ Բա ինչ եղավ Հայաստանի հավաքականի շապիկը, Հայաստանի ֆուտբոլիստների անունները գրած Մխիթարյանով, այդ դա էլ է օտարամոլության մեկ այլ դրսևորում։ Ուրա բա ձեր այսպես կոչված ԿԳՍՄ սպորտի նախարարությունը, ուրա ազգայնական, այդպես ասած, հայրենասիրական քարոզչությունը, բա դա էլ է, չէ՞, քարոզի մի ձև է։
քարոզելով Հենրիկ Մխիթարյանին, քարոզելով, վաճառելով, ցուցադրելով նրա սպորտային շապիկը կամ մյուս սպորտսմենների, այնտեղ ըմբիշամարտի հայտի սպորտսմեններ ունեք, ծանրամարտի սպորտսմեններ կան, թեթև ատլետիկայից կան ինչ-որ, բայց դրանց շապիկները ունեն արտադրվեն, դրանց անունները գրվեն Հայաստանի եռագույնով, այս սա էլ է օտարամոլության մեկ այլ դրսևորում։ Ընդհանրապես պետք է նկատեմ, որ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմից հետո Միացյալ Նահանգներում ներառյալ, ասենք, Նյու Յորք քաղաքում, որտեղ ես բնակվում եմ, բոլոր մեքենաների, հայերի մեքենաների վրայից, իրախցիկի վրայից անհետացան Հայաստանի եռագույնը։ Եթե միջև այդ փողոցում մեքենա վարելուց կարող էիր միտեղ տեսնել, որ ինչ-որ հայ մեքենա է գնում, իրախցիկին, մեքենայի ետևի մասին կպցրած է, ասենք, եռագույնի ստիկերը։ Ես հասկանում եմ, որ մենք ամոթալի շատ դաժան պարտություն կրեցինք, ինչ-որ միտեղ էլ գուցե հենց այդ ամոթներ կոտրած վիզ ունենալու վիճակներ, որ մենք շատ-շատերը մեքենաներից հանեցին այդ եռագույնը, բայց պետք է կոչով դիմեմ բոլոր հայերին Սփյուռքում ապրող, ինչև նաև Հայաստանում, որ պետք է վերջապես ուրեմն դուրս գանք այդ վիճակից, այդ պարտվածի վիճակից։ Մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել, դուրս գալ այդ վիճակից։ Գուցե մտածում եմ Հայաստանի վարորդները գտնում են, որ պետհամարանիշի վերևի անկյունում եռագույնը կա բավական է, բայց դա ուղղակի պետհամարանիշն է, այդպեսին ցույց է տալիս, որ մեքենան գրանցված է Հայաստանում, բոլորի մեքենաների հայլիներից կախված էր փոքրիկ խաչ, բայց վարորդների 90% այդ խաչի հետ ոչ մի ընդհանուր բան չունեն, որովհետև իրենք շատ տգետ են եւ մեքենան վարում են շատ ագրեսիվ։ Ու հետաքրքիր գիտեք որն է, որ Երևանում գտնվելու ժամանակ այցելեցի մի քանի խանութներ, որ կային սպորտային շապիկներ էին վաճառում, ասենք մետրո բարեկամությունից որ դուրս ես գալիս, պետքա քոչարով բարձրանաս, աչի վրա հագուստի խանութ կա, այդտեղ ուրեմն սպորտային շապիկներ կային մի 3 հատ Գերմանիայի հավաքականիններ, Իսպանիայի, հարցրեց իսկ հայկականին ունեք, չէ չկար։ Բայց միջև Հայաստան գնալը ես գտել էի ուրեմն Facebook-ը ինձ հուշել էր մի խանութի, որտեղ իսկապես վաճառվում են աշխարհի բոլոր ուրեմն հավաքականների շատ հիմնականում, ասենք աշխարհի չեմպիոնատին մասնակցած, առաջնությանը մասնակցած հավաքականների շապիկները, ինչպես նաև Հայաստանի նկար, 2 թե 3 տեսակի։ Հիմա ես չեմ հասկանում ի՞նչն է պատճառը։ Հա, խանութներ շատ լավ խանութ է, շատ զբաղված, լիքը մարդ կան, լիքը գնորդներ կան, բայց որ եթե կանգնես խանութում ուրեմն մի կես ժամ ու զննես առևտուր անող մարդկանց, բոլորը ներս են գալիս, գնում են ամեն տեսակի աշխարհի տարբեր տեսակի հավաքականների շապիկը, քանց թե Հայաստանի։ Ու չես հասկանում, թե ինչն է պատճառը։ Ուր եղավ այդ հայրենասիրությունը այդ մարդկանց մոտ, նորից եմ կրկնում, ինչն է կատարվում, ինչն է սխալ այդ ծնողների մոտ, որ իրանց երեխաների մեջ չեն մտցնում այդ հայրենասիրությունը, Հայաստանի եռագույնի նկատմամբ, զինանշանի նկատմամբ, Հենրիկ Մխիթարյանի նման սպորտսմենների նկատմամբ, Հայաստանի շապիկը պատվավոր կրելու նկատմամբ, հասկանում եք, այդ օտարամոլությունը նաև այդտեղ կա։ Նույնն էլ, ինչպես նշեցի, ուրեմն մեքենաների, ուրեմն իրախցիկներին կպցրած եռագույնը, որպեսզի ավելի կոնկրետ ասենք հասկանաք թե ինչ նկատի ունեմ, մեր ընտանիքում իմ երեխաները լինելով ծնված Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների քաղաքացի, շատ հաճախ, չասեմ ամեն օր, շատ հաճախ կրում են Հայաստանի ուրեմն տարբեր զինանշանով, եռագույնով ուրեմն շապիկներ, խոսում են ավելի լավ հայերեն, ավելի մաքուր հայերեն գտնվելով աշխարհի մյուս ծայրում, քանց թե 2-3 ժամ հեռավորության վրա գտնվող Ռուսաստանից ժամանած շատ երեխաներ, բայց դա ուրիշ հարց է, եւ կրելով այդ շապիկը Հայաստանի զինանշանով եռագույնով, իրանք հասկանում են դա կրելու ուրեմն այդ պատիվը եւ այդ զինանշանի ու եռագույնի պատիվը բարձր պահելու իմաստը։ Դա որ դուրս են գալի տնից փողոց գնում են, դպրոց գնում են իրաց ընկերների հետ հանդիպման, ես 100%-ով համոզված եմ հետևելով նրանց ուրեմն բացատրություններին, որ իսկապես իմ երեխաները
օրինակ վերցնելով իրենց ծնողից, կրում են Հայաստանի հավաքականի եւ Հայաստանի զինանշանով եւ եռագույնով շապիկներ։ Ահա, կանգնեմ որ լավ երևա։ Խնդրեմ։ Սա Հայաստանի հավաքականի, ֆուտբոլի հավաքականի իմ երրորդ շապիկն է։ Ես այտենց մեծ երկրպագու չեմ Հայաստանի ֆուտբոլի հավաքականին, դիտում եմ հնարավորին չափ, հասկանում եմ, որ երկար ճանապարհ դեռ պետք է այդ թիմը անցնի, չեմ կիսում ղեկավարության տեսակետը, ստեղից ընդեղից ինչ որ մի հայ գտնեն, որի այրան մեջ մի 20 գրամ արուն կա, բերեն անձնագիր կան, դարձնեն հավաքականի անդամ, գտնում եմ այն խելոք մարդկանց տեսակետը, որ պետքա լինի համակարգված, ինչպես ամեն ինչ, պետքա Հայաստանում ֆուտբոլը լինի համակարգված, երեխաների հետ կապված մանկապատանեկան ֆուտբոլ եւ այլ, որպեսզի զարգանա, դառնա իսկական ֆուտբոլ, ունենանք իսկական հավաքական։ Բայց ինչպես ասացի, անուտ մտնելով, ես միակն էի, որ ընտրեցի, գնեցի այս շապիկը։ Չեմ ուզում խոսամ շապիկի որակական հատկանիշների մասին, մի քիչ ստեղանեղ, մի քիչ ստեղ լայնամ, որ լավ չի կարված, անկասկած երևի կարել են կամ Չինաստանում, կամ Թուրքիայում, կամ չգիտեմ, ինչ որ մի ուրիշ երկրում, եթե Հայաստանում են սա կարել ավելի վատ մեր հայ արտադրողների համար, մի քիչ բաները, պարամետրերը հաշվի չեն առնում, էլի, մարդու եթե ուսերը այսքանա, կոնքերը ինչքան պետք է լինի եւ այլ, մի քիչ թելերն էլ ես որպես շատ պրոֆեսիոնալ եւ Երևան քաղաքում շատ հայտնի դերձակի որդի նայում եմ էլի այդ կարերը ինչպես է տված եւ այլ, մի քիչ պրոֆեսիոնալ չի, բայց համենայնդեպս կարևոր ես գնեցի, խնդրեմ։ Իմ սիրելի համարը, իմ թիկունքին, իմ ազգանունը գրված Պողոսյան, անկասկած ամեն անգամ, երբ որ Հայաստանի հավաքականը հանդես կգա իր հերթական ընկերական կամ ինչ որ մի պաշտոնական խաղով, Նյու Յորք քաղաքում հերոսացույցով ուրեմն սատարելով մեր ֆուտբոլիստերին ես սա կհագնեմ եւ կնստեմ եւ հետեւելով Մխիթարյանին պետք է ասեմ որ բացի Հայաստանի հավաքականի որ ասեցի սա կարծեմ երրորդ շապիկն է ինչքան շապիկները փոխվել է ես միշտ գնել եմ ունեմ նաեւ Manchester United-ի նորից շապիկը ֆուտբոլային իհարկե նորից միշտ եղել է 99-ը եւ իմ ազգանունը եւ ունեմ Ինտերի շապիկը բայց դա բոլորը աջակցություն Հենրիկ Մխիթարյանին երբ որ ասենք նույնիսկ վերջին անգամ ուրեմն չեմպիոնների լիգայի խաղներ մենք այդ օրը գտնվում էինք ուրեմն Բուդապեշտում ես նորից կրում էի այդ շապիկը բանի Հայաստանի հավաքականի շապիկը սա չէ սրանից առաջ որ ունեմ նորից նույնիսկ բարում որտեղ դիտում էի խաղը հարցրեցին եւ այլ ասեցի սա ուղղակի իմ ազգային հավաքականի շապիկն է ի աջակցություն ուրեմն մեր հավաքականին եւ իհարկե Միկին Միկի բոլորը Միկին լավ ճանաչում են եւ իմ երեխաները հետևելով իրենց հոր օրինակին շարունակում են նույն ձևով կրելով ֆուտբոլային շապիկներ չընդհանրապես եռագույնով շապիկներ կամ հայկական այբուբենով շապիկ ունեն կամ եւ այլ իհարկե նորից եմ ասում դրա պատիվը պետքա իմանալ այսօր հիմնականը ասածը սա էր որ պետքա ավելի շատ ուշադրություն դարձնել ուրեմն երեխաները ոչ միայն առողջ լինեն որտեղ փողոցում Երևանում նայում ես դեռահասները 20 տարեկան սաղ սիգարետները բերանին իրանք էլ ոնց որ մի հատ չորացած տանձի պոչման են գալիս սենց գեղեցիկ ատլետիկ մարմնով պարապած երիտասարդներ շատ քիչ կան պետքա ծնողները եւ հետևեն եւ իհարկե պետական մակարդակով դպրոցները ԿԳՍՄ նախարարը իր նախարարությունով հետևեն որ երեխաները լինեն համ ատլետիկ համ առողջ համ սիրեն սպորտը զբաղվեն սպորտով համ էլ իհարկե հայրենասիրության մասին չմոռանան մի քիչ հեռու պահեն այո բոլորը իրավունք ունեն կերելու են շապիկը որը իրանք են ուզում Ռոնալդոն կամ Մեսին աշխարհահռչակ հայտնի ֆուտբոլիստ են խնդրեմ ես էլ եմ պաշտում Ռոնալդոին էլ Մեսիին էլ հավասար ձևով երկուսին բայց ուրա սա եւ սա առաջնայինն է հասկացաք սա է ուզում ասեի ամենայն բարիք բոլորիդ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը հայ մարդուն հայ երեխային եւ իհարկե Հայաստանի ֆուտբոլի հավաքականին
հաջողություններ եմ մաղթում նրան, Հենրիկ Մխիթարյանի գլխավորությամբ բոլոր ժամանակների ամենալավ ֆուտբոլիստին, հայ ֆուտբոլիստին։ Գնացինք, ցեշ ու ձեզ։